Շնորհակալություն հրավերի համար։ Ներքին գործերի նախարարությունը գիտեք, որ հանձնառու է բարելավելու հանրային ծառայությունների մատուցման որակը եւ մեր հիմնական նպատակները այս ուղղությամբ ձևակերպված են քաղաքացիներին առավել որակյալ եւ առավել արդյունավետ ծառայությունների մատուցումը։ Մեր հիմնական սկզբունքն էլ այս առումով քաղաքացիակենտրոն ծառայությունների կազմակերպման սկզբունքն է։ Այս ուղղությամբ մեր համար շատ կարևոր գործիք է բնականաբար թվայնացումը, որպեսզի հնարավորինս շատ քանակի հանրային ծառայություններ, որ մատուցում է մեր նախարարությունը, մատուցի թվային միջավայրում։ Այս իմաստով վերջին շրջանում էական օրենսդրական նախաձեռնություններ ունեցանք կապված վարորդական վկայականների հետ, տրանսպորտային միջոցների հաշվառման վկայագրերի հետ կապված, կառավարությունը հաստատեց օրենսդրական նախաձեռնությունները, դրանք առաջիկայում կքննարկվեն նաև խորհրդարանում, որոնք էին մեր հիմնական այսպես նախաձեռնությունները այս ուղղությամբ, այն է, որ մենք ամրագրում ենք, որ Հայաստանի Հանրապետությունում այսուհետ գործելու են նաև թվային վարորդական վկայականներ եւ թվային հաշվառման վկայագրեր։ Մենք սահմանել ենք ժամկետ օրենսդրական նախաձեռնությամբ, երբ որ արդեն խորհրդարանային կընդունի ամբողջությամբ դա կմտնի ուժի մեջ եւ բոլոր այն մեր քաղաքացիները, ովքեր ունեն վարորդական վկայականներ, սեպտեմբերի 1-ից առնվազն այս պայծրությամբ նախագծով այդպես է նախատեսված, սեպտեմբերի 1-ից այդ ուրեմն վարորդական վկայականները, այսպես ասած, կկոնվերտացվեն թվային վարորդական վկայականների։ Մեկ այլ նախաձեռնությամբ մենք նաև սահմանում ենք, որ եթե ուրեմն բարեկային ծառայության մեր աշխատակիցը ուրեմն կարողանում է նույնականացնել վարորդին, այդ պարագայում չի կիրառվելու վարչական այն իրավախախտումը, որը նախատեսված է օրենսգրքով, այն է վարորդական վկայականը իր մոտ չունենալը, եթե նույնացնում է անձին եւ ուրեմն հավաստում է, որ անձը ունի վարելու իրավունք, ապա ուրեմն այդ վարչական իրավախախտումը չի կիրառվում։ Ներողություն ճշտում, իսկ վարորդական վկայականի թվայնացումը դա ըստ ցանկության է լինելու, թե բոլոր նրանք, ովքեր ունեն այդ վկայականը, ավտոմատ կերպով ունենալու են նաև թվայնացվածը։ Այս պայծրությամբ նախագծով նախատեսված է, որ սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլոր այն անձինք, ովքեր կունենան վարորդական վկայականներ Հայաստանի Հանրապետությունում, նրանց ունեցած վարորդական վկայականները փոխատեղվեն թվային վարորդական վկայականներին, այսինքն բոլոր նրանք, ովքեր ունեն վարորդական վկայական, կհամարվի, որ ունեն նաև թվային վարորդական վկայական, սակայն այն անձինք, ովքեր նոր պետք է ձեռք բերեն վարորդական վկայական, նրանց կներկայացվի, այսպես ասած, ընտրության հնարավորություն, առավել փոքր տուրքով անձը կարող է ձեռք բերել թվային վարորդական վկայական, սակայն երբեմն անհրաժեշտություն է առաջանում օրինակ ունենալ այդ պլաստիկ վարորդական վկայականը, հիմնականում եթե ցանկանում են երկրից դուրս գալ մեքենայով, եւ այդ պարագայում տուրքը մի փոքր ավելին է եւ անձը ուրեմն հնարավորություն կունենա ստանալ պլաստիկ վարորդական վկայական։ Իսկ թվային վարորդական վկայականը տուրք սահմանվելու է միայն նոր ստացողների համար, թե գործող վկայական ունեցողը, երբ արդեն թվային ստանա, դրա համար եւս պետք է վճարի։ Այս պայծրությամբ սեպտեմբերի 1-ի ներողություն կարգավորումով տուրք չի նախատեսվում, ուղղակի մեխանիկորեն կկոնվերտացվեն դեպի թվային վարորդական վկայական, նոր ստանալու համար, այո, արդեն անձը, քանի որ նոր վարչարության արդյունք է, իսկ գիտենք տուրքերը մեզ մոտ դրանք վարչարության համար եւ քաղաքացիներին ծառայություն կամ որևէ պետական մարմնի կողմից կատարված գործողության դիմաց վճար է, արդեն կնախատեսվի պետական տուրք, ավելի փոքր պետական տուրք թվայինի պարագայում, քանի որ այն մյուս պարագայում ունենալու ենք նաև պլաստիկի խնդիր, մի փոքր ավելի տուրք պլաստիկ վարորդական վկայական ունենալու համար, բայց սա դեռ այսպես ասած մի կոմպոնենտն է, թվային վարորդական վկայականը բնականաբար վալիդ կլինի կիրառության Հայաստանի Հանրապետության տարածքում երթևեկության համար, եթե արդեն անձը կցանկանա Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս երթևեկության համար օգտագործել, նրան անհրաժեշտ կլինի արդեն պլաստիկ վարորդական վկայական։ Ես ճիշտ հասկացա, եթե եւ պլաստիկն է ցանկանում եւ թվայինը, երկուսի համար էլ պետք է վճարվի նոր ստացողը։ Պլաստիկի համար, այդ պարագայում պլաստիկի համար կներառվի։ Շատ լավ։